Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, ողջունում եմ ձեզ FM 106 եւ 5 հաճախականությամբ դուք մեզ լսում եք կամ դիտում եք լրատվական ռադիոյի գործարար ալիքի կամ Արմեն Դարփինյանի YouTube-յան էջում կամ ինչ-որ այլ թվային հարթակում մենք սկսում ենք Դարփինյանի ժամը երկրորդ խոսափողի մոտ ինչպես միշտ Դավիթ Խումարյանն է, առաջին խոսափողի մոտ պրոֆեսոր Արմեն Դարփինյանը։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ, բարև ձեզ սիրելի Դավիթ։ Տաղավարում երկու հայ մարդ նստած, մեկը հետևում է ֆուտբոլային իրադարձություններին, մյուսը այնքան էլ չէ, ես չեմ հետևում, բայց այն ինչ Թբիլիսիում տեղի ունեցավ Դինամո մարզադաշտում, տեսեք, նույնիսկ ես չհետևողս գիտեմ, որ մարզադաշտում է տեղի ունեցել։ Այդ իրադարձությունը մենք վրացիներին պարտվեցինք 6-1։ Դավիթ ջան, դա ոչ այնքան ֆուտբոլային իրադարձություն է, որովհետև ֆուտբոլը արդեն վաղուց թևակողել է մի ուրիշ մակարդակ, ուրիշ որակ եւ այն արդեն քաղաքականության բաղկացուցիչ մաս է։ Բոլոր երկրների համար դա արդեն բոլորն են ընդունում, որ ֆուտբոլի ազդեցությունը քաղաքականության վրա, ազգային հոգեկերտվածքի վրա, ազգային վերելքի կամ ազգային անկման վրա շատ մեծ է, շատ մեծ ազդեցություն ունի ֆուտբոլը եւ այդ իմաստով իհարկե մենք այստեղ Վրաստանում մեր պարտությունը պիտի ընկալենք ոչ միայն ֆուտբոլային իմաստով, ընդհանրապես մենք ձախողել ենք այդ ոլորտը, որը շատ կարևոր նշանակություն ունի երկրի ազգային վերելքի համար եւ նորից եմ կրկնում նաեւ ազգային անկման պատճառներից մեկը կարող է դառնալ։ Հա տեսեք մեր խնդիրն ինչումն է, ինչով ենք մենք տարբերվում Վրաստանից տվյալ պարագայում ֆուտբոլում, հա, ֆուտբոլը Վրաստանում զարգացել է այնպես, որ նրանք ստեղծել են ազգային թիմ։ Մենք ընտրել ենք լրիվ այլ գաղափարախոսություն, մենք ստեղծել ենք հավաքական։ Ես ուզում ձեզ հիշեցնել, որ հավաքական բառը դա ուղիղ թարգմանությունն է ռուսերենից, սբորնա եւ գալիս է սովետական միության ժամանակներից, երբ սբորնա Սովետского Союза, սովետական միության հավաքական հայերը թարգմանեցին եւ այդպես էլ մնաց անունը հավաքական, բայց սովետական միության մեջ դա իմաստ ուներ, որտեղ տարբեր հանրապետություններից հավաքական ազգային թիմ չկար, ազգային թիմ չկար։ Հիմա մենք ստեղծել ենք հավաքական, գնացել ենք աշխարհի տարբեր ծայրերից փնտրել, որոշներին համոզել, խնդրել, որոշներին էլ հուշել ենք, որ լսիր, դու կարողապատայի հայ ես։ Այնքան Սելարայանին երևի երկար բացատրել են, թե իր ակունքները որտեղ են, ինքը մինչև հիմա էլ չի հասկանում հայ է թե ոչ։ Մեր լավագույն ֆուտբոլիստն է իդեպ հավաքական կոչվածի Արգենտինայի գյուղերից մեկում գտան։ Կարգին տղա է Լուկասը, բայց ճիշտ արեց, որ չեկավ այս անգամ, որովհետև այս խայտարակությանը մասնակցել երևի Լուկասի համար նույնպես պատվաբեր չէր լինի։ Ուրեմն մենք գնացինք աշխարհի տարբեր ծայրերից ինչ-որ մարդկանց հավաքել եւ հավաքական ստեղծել, այսպես ասած, եւ փորձում ենք հավակնել ինչ-որ մի աստիճանի, բայց ես ուրախ եմ, գիտեք, որ ձախողվեց այս տարբերակը։ Ինչու, որովհետեւ մի թիմ, որի աշխատանքային լեզուն հայերենը չի, ինձ համար չի կարող լինել ազգային թիմ։ Մենք ասենք դժվար է պատկերացնել, որ վրացիները իրար մեջ այլ լեզվով են խոսում, քան վրացական թիմի մասին եմ ես խոսում, հա։ Անգամ վրացի լրագրողները հարց ու պատասխանի ժամանակ հաստատ համոզված են, որ տիրապետում են անգլերենին, բայց հարցերը տալիս են մեր մարզչին վրացերեն, այլ ոչ թե անգլերեն, հա։ Այդ իսկ պատճառով իմ կարծիքով մենք պիտի գնանք նորից պիտի գնանք, նորից պիտի վերհիշենք լավագույն ժամանակները, երբ հիշում եք սովետի ժամանակ կար գոյություն էր կաշվե գնդակ, կոժենի միաչը։ Բակային առաջնություն էր, յուրաքանչյուր համայնք իր թիմը ուներ, պարտադիր պիտի ունենար։ Իհարկե պետական զորագույն օժանդակություն է հարկավոր այս ամեն ինչի համար։ Դա իմ կարծիքով տասնամյակի խնդիր է, իսկ եթե մենք այսօր սկսենք, մենք 10 տարվա եւ ճիշտ կառավարենք գործընթացը, կարող է 10 տարվա ընթացքում գանք ինչ-որ շոշափելի արդյունքների։ Բայց հենց հիմա սկսելուց հետո 10 տարի պիտի անցնի եւ բնական է, որ այս տարիների ընթացքում որևէ լուրջ ակնկալիք մեր թիմից չենք կարող ունենալ։ Ճիշտ ասած, նաև ծիծաղելի էր այդ հետ խաղային ուրեմն ասուլիսի պես մի բան կազմակերպեցին ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, թիմի ավակը խոստացան, որ այսուհետ նման խայտառակ պարտություն
չեն ունենա, նշանակում պարտություն կունենան, բայց ոչ նման խայտարակ։ Հոլանդացիներ մեղք անկեղծ ասած մեր մարզիչը, որը կոնտրակտը ստորագրելիս հաստատ չգիտեր ուր է ընկել, ուր է ընկնում, ինչ շրջապատ է ընկնելու եւ ինչ իրավիճակում է հայտնվելու։ Իմ կարծիքով ինքը բավական հարգված եւ հայտնի ֆուտբոլային աշխարհում հայտնի դեմք է, Վանցխիպը, եւ լավ ֆուտբոլիստ է եղել եւ լավ մարզիչ է եւ իմ կարծիքով իր կարիերայի ուրեմն եւ իր հեղինակության խիստ անկում կգրանցի։ Պաստորեն ինքն էլ 6-1 կրվեց, էլի, այսինքն 9-1 մեծ հաշվով, էլի։ Ինքը մեծ հաշվով եթե հրաժարական չտա հիմա, ինքը խայտարակ կլինի հետագայում, որովհետեւ այսինքն սրանով խաչ կքաշի իր ամբողջ հետագա կարիերայի վրա։ Իմ հորդորն է այդ հոլանդացի ուրեմն մասնագետին, որին ես հարգում եմ եւ որպես ֆուտբոլիստ եւ որպես մարզիչ, բայց տվյալ իրավիճակում իմ կարծիքով իր համար, իր անձնական կարիերայի հետագա շարունակման համար խիստ անհրաժեշտ է որպես ինքը հրաժարվի, ես կներեք չէի հիմանում ուր եմ ընկել եւ ուրեմն հենց այդ ասուլիսից էլ երևացել, զարմացած նայում էր ինքը այս բանին Մելիք Բեկյանին եւ Վարազդատին էր նայում, ես ինչ են ասում այս տղեկը, խոստանում են, որ ուրեմն խոշոր հաշվով այլևս չեն պարտվի։ Մի խոսքով, այս հայտարարությունից դուրս գալու համար բացարձակ ուրեմն վերաիմաստավորում է պետք մեր ֆուտբոլային կոնցեպտի։ Պարտադիր անհրաժեշտ է Հրազդան ֆուտբոլային ստադիոնը վերականգնել, որևէ գումար չխնայել այդտեղ։ Հիմա ինչ որ գերմանացիների պատվիրել են ինչ որ բանում ակադեմիական քաղաքում էլ Թալինի ճանապարհին աշտարակից մի քիչ դուրս, ասենք, այնտեղ ինչ որ ստադիոն են գծում, մեր հրաշալի ճարտարապետները ստեղծել են հոյակերտ մի ստադիոն, Հրազդան կենտրոնական ստադիոնը, որը համաշխարհային կլասի ճարտարապետական կոթող է, հասկանում եք։ Հիմա դա թողած, ինչ եք ուզում հիմա գծեք, ինչ պիտի գծեն գերմանացիները, ստանդարտ կառոպկաներ են գծում, դնում են ամբողջ աշխարհով մեկ։ Հրաշալի բան ունենք մենք եւ այդտեղ պետք է պետական միջոցները չխնայել եւ վերականգնել Հրազդան կենտրոնական ստադիոնը, մոռանալ գերմանացիներին եւ այդ կառոպկաները։ 1000 անգամ ասել ենք լսող չկա, ցավոք սրտի սա է պատճառը, լսող չկա, հենց հայտնվել ենք նման մի անդունդում եւ իհարկե ֆուտբոլի կառավարման ամբողջ համակարգը փոխել է պետք։ Ես կրկնում եմ, որ համայնք պիտի չլինի, որը չունենա ֆուտբոլային թիմ։ Բակ պիտի չլինի, որ չունենա ֆուտբոլային թիմ, որովհետև ամենամասսայական, ամենահետաքրքիր, ես կասեի, աշխարհում տարածված եւ ազգային արժանապատվությանը հարիր բանը սպորտաձև է, ես կարծում եմ, որ մենք այստեղ հսկայական անելիքներ ունենք, որևէ ակնկալիք պիտի չունենանք, ուրեմն ճիշտ կլինի 0-ից սկսենք եւ չհավաքնենք որևէ ինչ-որ բարձունքների, որովհետեւ դրան արժանի չենք։ Մի թիմ, որը նորից եմ կրկնում, չի խոսում հայերեն լեզվով, դա չի կարող անվանվել ազգային թիմ, եւ այդ հավաքական բառն էլ ես այդ մեր բոլոր այդ նրանց ովքեր մեկնաբանում են ֆուտբոլային հաղորդումները կամ ասենք լրագրողներին, որոնք նյութեր են պատրաստում, հավաքական բառը մի օգտագործեք, ստիպեք, որ ստեղծենք ազգային, որ պատասխանատուները ստեղծեն ազգային թիմ, Հայաստանի ազգային թիմ, որևէ լեզվում չկա այդ հավաքական բառը։ Բացի ռուսերենից։ Հիմա ռուսերենում են, նորից եմ կրկնում, դա սովետական միությունից մնացորդ է։ Հավաքական, եւ թե հավաքական եք ուզում ունենաք, այք ունենաք այն ինչ որ ունեք։ Ամբողջ աշխարհից կհավաքեք անկապ տղաների, որոնք գալիս են միայն մեկ նպատակով, իրենց շուկայական արժեքը բարձրացնելու ընդհանրապես։ Հավաքականում խաղացող ցանկացած մեկի արժեքը միանգամից բարձրանում է շուկայում։ Վերջ, սա է իրենց նպատակը, ոչ թե ազգային արժանապատվությունը, ոչ թե ազգային մոտիվացիան, չկա այնտեղ որևէ ազգային մոտիվացիա։ Պարոն Դարբինյան, մի հարց տամ։ Մենք խոսում ենք ֆուտբոլի մասին, դժգոհում ենք։ Կա արդյոք որևէ մի ոլորտ, որևէ մի ասպարեզ, որտեղ հաշիվը մեր ու վրացիների մեջ 6-1 չի ըստ ձեզ։ Այսօր գետնին։ Մի քիչ ես դժվար եմ ասել, ասենք, այո, կա, ինչու չկա։ Հիմա օրինակ կան այն ասպարեզները, որոնք կապ չունեն պետական կառավարման հետ, որոնք պետության հետ կապ չունեն, այո, օրինակ մեր IT ոլորտը, օրինակ ուրեմն ծրագրավորողների ոլորտը, հա, օրինակ Թումոյի պես կենտրոնը, որ մասնավոր կենտրոն է, այսպես ասած, եւ մենք կարող ենք իդեպ ես կուզեի դրա մասին խոսենք, այնուամենայնիվ մենք վրացիների հետ այդ ամբողջ ընթացքը երկու խաղերի եւ խաղերի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ կուզեի խոսել եւ այդ թվում նաեւ
ինչով մենք կարող ենք օգտակար լինել վրացիներին, ինչով իրենք կարող են օգտակար լինել մեզ, օրինակ Վրաստանը ոչ միայն հրաշալի ֆուտբոլային թիմ ունի եւ ստեղծել է վերջին 10 տարիների ընթացքում է սա ստեղծվել, ոչ ավել, ոչ պակաս։ Ճիշտ կառավարման արդյունքում նրանք հրաշալի ռեգբի թիմ ունեն, հասկանում եք, ռեգբի թիմ ունեն համաշխարհային մակարդակի։ Հիմա մենք որ 0 ենք ռեգբիից, չէ՞, հիմա երևի թե կարելի էր որ վրացիները մեզ օգնեն նաև ռեգբի թիմում, ասենք մենք օգնենք իրենց մեր IT ոլորտի, ուրեմն ծրագրավորման, այդ թվում նաև ուսումնական ոլորտում այդ մոդուլները կարողանանք ուրեմն կիսվենք այդ մոդուլներով։ Հիմա ասենք մենք ունենք ոլորտ, որտեղ մենք առաջատար ենք։ Արդարության համար ասեմ, որ Ջավախքում կա, եթե ես չեմ սխալվում, 5 արմատ լաբորատորիա մանկապատանեկան ռոբոտաշինության եւ բարձր տեխնոլոգիաների։ Արմատ լաբորատորիաները մեր սիրելի Կարենն էր նախաձեռնել ժամանակին եւ իհարկե Ջավախքում կա, որովհետեւ հայաբնակ բան է, հայաբնակ ուրեմն տարածք է, որտեղ այո, մենք մաքսիմալ օժանդակություն պիտի ցուցաբերենք, բայց ես այստեղ հայ-վրացական հարաբերությունների տեսանկյունից եմ նայում հարցին։ Տեսեք, մենք շատ զարմացանք, շատերը զարմացան, հիմա որ մի քանի հազար վրացի եկել էր այստեղ դիտելու մեր խաղը, Հայաստան-Վրաստան խաղը, այդ վրացիները կարծես թե առաջ անգամ են եկել Հայաստան։ Եվ ընդհանրապես նրանք չեն գալիս Հայաստան։ Նրանց Հայաստանը հետաքրքիր չէ։ Ի տարբերություն մեզ, որ 100,000-ներով մենք գնում ենք ամառային ժամանակահատվածում, ուրեմն դեպի վրացական ծով, եւ 100,000-ավորներ հայեր, հա, այսինքն ի տարբերություն մեզ նրանք չեն գալիս։ Նրանց Հայաստանը հետաքրքիր չէ, մենք չենք կարողացել հետաքրքրել։ Ավելին ասեմ, մենք չունենք համատեղ պրոդուկտներ տուրիստական, որ ենթադրենք չինացիները, որոնք վխտում են ուղղակի Վրաստանում, ներողություն այդ բառիս համար, որպես տուրիստ, հա, միասնական մի պրոդուկտ ստեղծենք Վրաստան, Հայաստան, որ նրանք ովքեր գալիս են Վրաստան, մտնեն նաև Հայաստան, 2 օր անցկացնեն այնտեղ, նորից հետ գնային եւ այլ, այսինքն մենք սրանով փոխանակվենք եւ շահավետ լինենք մեկս մյուսի համար, հասկանում եք, մենք այսօր չենք ներկայացնում այդ հետաքրքրությունը վրացիների համար եւ դա երևաց այս մի քանի հազար վրացիների այցից երևաց, իրենք էլ են զարմացած, ուրախացել են, որ ասենց երկիր կա կողքը մարդիկ են ապրում են, նորմալ քաղաք է, կարծես թե լավ, ուրեմն մանեկան տեսան, զվարճացան, ուրախացան իրենց հաղթանակով, հա, 3-0 եկան, գրեցին, գնացին, հասկանում եք, այդ լրիվ, այսինքն հաճույք էր իրենց համար, բայց սա եւս ցույց է, որ մենք չենք կարողացել փող շահավետ համագործակցություն ստեղծել վրացիների հետ եւ սա շատ ցավալի է, որովհետեւ դա առաջնահերթության կարգով մենք պիտի կարողանանք անել եւ հետաքրքրություն ներկայացնենք, նորից եմ կրկնում, իրենք պիտի հասկանան ինչով ենք մենք իրենց օգտակար։ Սա շատ կարեւոր է, հետաքրքիր եւ օգտակար։ Եվ նման կերպ մենք կարողանանք երևի թե կանխել այն ոչ պատվավոր, ոչ պատվարժան, այսպես ասած, իրադարձություններ, որոնք Թբիլիսիում տեղի ունեցան խաղից հետո, երբ երկրպագուները, չգիտես ում կողմից կազմակերպված, հարձակվեցին մերոնց վրա եւ այդտեղ ոստիկանությունը նույնպես լավ չաշխատեց եւ այլն, այսինքն որպեսզի կանխենք նման իրավիճակները, տեսեք, այդ թվում նաև ուսանողական, ուրեմն փոխայցելություններ, համատեղ ուսանողական ծրագրեր, ուսանողների համար քվոտաներ, մեր ուսանողները սովորեն Թբիլիսի համալսարաններում, Թբիլիսից ուսանողները Վրաստանից սովորեն մեր համալսարաններում, այս փոխանակումը երիտասարդության շփումը իրար չեն ճանաչում, հասկանում եք, սովետական ուրեմն շրջանում մենք իրար շատ լավ ճանաչում ենք, ընկերություն ունենք, հարաբերվում ենք, ընդհանուր շահեր ունենք, ընդհանուր անեկդոտներ ենք հորինում եւ ուրախանում ենք իրար հետ, հասկանում եք, տարածք կար, որտեղ մենք շփման հնարավորություն ունենք։ Այսօր կարծես թե մեր հենց կողակից այրևաններն են, որոնց հետ մենք այդ շփման հնարավորությունը չունենք, չենք ստեղծում, չենք ակսելերացնում, չենք կարողանում դա իմաստավորել եւ հայտնվում ենք նման իրավիճակներում։ Այո, ոլորտներ կան, որտեղ մենք պարտավոր ենք սովորել վրացիներից, ոլորտներ կան, որտեղ մենք կարող ենք օգտակար լինել եւ օգտավետ լինել վրացիների համար եւ մենք սա պիտի անպայման օգտագործենք եւ շահագործենք։ Մենք օրինակ եւս բերեմ, մենք
այդ սուպեր կոմպյուտերը համակարգիչը բերեցինք, մենք ունենք այսօր սուպեր կոմպյուտեր, որը ունի Վրաստանը։ Կարելի էր իրանց գիտնականներին էլ թույլ տալ, որ այո, որ աշխատի։ Ավելին, ես այն օրը իմացա, որ բավական ուրեմն զբաղված է, այսինքն լցված է, հագեցած է սուպեր կոմպյուտերի աշխատանքը։ Գիտնականները մեր եւ բիզնեսի առաջադեմ բիզնեսի ներկայացուցիչները օգտվում են դրանից։ Մենք կարող ենք առանձին ժամեր հատկացնել, հատուկ քվոտա հատկացնել վրացիների համար, որ օգտվեն, այսինքն դրանով օգտակար լինենք։ Հիմա ասում եք ոլորտներ կան, որտեղ մենք ավելի առաջ ենք, իհարկե կան։ Նորից եմ կրկնում ոլորտներ, որոնք կապ չունեն պետության հետ, պետական կառավարման հետ։ Բայց Վրաստանը ամեն դեպքում ավելի էֆեկտիվ պետություն է, պարոն Դարբինյան, ո՞նց եք կարծում։ Նորից նայած էֆեկտիվ կառավարման տեսանկյունից նորից տեսեք այնտեղ քաղաքական կառավարում է գնում, ոչ թե պրոֆեսիոնալ, նորից իրենք գնացին խորհրդարանական կառավարման տարբերակով, այնտեղ նույնպես տուրու դմփոց է խորհրդարանում, այնտեղ կա մի մեծահարուստ, որը կառավարում է կառավարող, այսպես ասած, կուսակցությունը, այդքան էլ տենց բարվոք վիճակ չի, չի ասի, որ բարվոք է, բայց օրինակ ուրեմն հասարակական կարգի պահպանումը, պաշտպանությունը, ոստիկանությունը, ուժային ոլորտը բավական ուժեղ հզոր աշխատում է այնտեղ։ Մարդու իրավունքները ինչպես վերջերս մարդու իրավունքները սկսեցին իրենք ոտնահարել, չէ, ասենք այդ է ուզում։ Միտինգների բանի ժամանակ, չէ, այդպես չի, որ իրենք շատ ավելի էֆեկտիվ են կան մերոնք։ Ավելի աշխարհ տեսած են, այսպես ասեմ, ավելի կիսվող են, ավելի լայնախոհ են միգուցե, կան տվյալ պարագայում մեր կառավարիչները։ Կարող է մոտ են ավելի դրա համար, այսինքն ամեն դեպքում իրանց ընթացքը դե ծով ունեն, բան ունեն, տրանզիտային երկիր են հետո ամեն դեպքում, կենտրոն այո, գումարած, որ արդեն մի քանի տարի, եթե չեմ սխալվում 5 թե 7 տարի, արդեն իրենք ազատ ելումուտ ունեն Եվրոպական միություն առանց վիզաների եւ դա մեծ բան է, մեծ քայլ է։ Լոկոստերները իրանց մոտ ավելի շուտ են եկել, երիտասարդությունը ավելի շատ է գնում Եվրոպա։ Աշխարհ տեսնելու, կիսվելու, ճանաչելու, այդ ամեն ինչը շատ մեծ նշանակություն ունի։ Պրովինցիալիզմից դուրս գալու, հասկանում եք, հիմա մենք շատ ավելի պրովինցիալ երկիր ենք, քան Վրաստանը եւ որպես հասարակություն շատ ավելի պրովինցիալ ենք իմ կարծիքով, քան վրացիները։ Եվ իրենք շատ ավելի ազգայնական են իմ կարծիքով իրենց մեծամասնության մեջ, քան մենք։ Հիմա այստեղ մենք սովորելու բան ունենք, բայց նաեւ կիսվելու բան ունենք, տալու բան ունենք, սա եմ ուզում ես անպայման ընդգծել եւ փորձենք այս երկու հանդիպումների դրական, այսպես ասած, ինֆորմացիան օգտագործենք մեր հետագա աշխատանքներում վրացիների հետ։ Մենք պիտի շատ ավելի ակտիվ աշխատենք, շատ ավելի մտածենք եւ իրագործենք համատեղ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր։ Հիմա մարտի 24-ն է, այսօր մարտի 20-ին աշխարհը տոնում էր համաշխարհային երջանկության օրը, այսպես ասած, Օքսֆորդի համալսարանում կա մի կենտրոն, որը Գելափի հետ միասին, նաև ՄԱԿ-ի որոշակի կառույցների հետ համատեղ ամեն տարի հրապարակում են երջանկության ինդեքսը, որ երկրների ժողովուրդներն են իրենց համարում առավել երջանիկ եւ որոնք են ուրեմն ոչ երջանիկ երկրները։ Մենք այդ ցանկում գտնվում ենք մեջտեղում 87-րդ տեղերում ենք, այդ մոտ 140 երկրից 147, եթե չեմ սխալվում, մենք 80-րդ տեղն ենք, ստաբիլ 81, 85, այդպես ամեն տարի ինչ որ մի տեղ են գրավում։ Ինչը ինձ հետաքրքրեց, որ Իսրայելը, որը տեսեք գտնվում է ongoing, հա, այսինքն ընթացող պատերազմի մեջ է գտնվում Իսրայելի ժողովուրդը իրեն համարում է երջանիկ, որովհետև 5-րդ տեղն են գրավում աշխարհում, 5-րդ, հետո 8-րդ տեղն էին, առաջի տասնյակում իրենք տեղ են գրավում։ Ինչու, որովհետև երազանք ունեն, հասկանում եք, որովհետև իրենք երազանք ունեն, եւ այդ երազանքը իրենք կապում են կոնկրետ հողի հետ, կոնկրետ ժողովրդով եւ անպայման կապում են ամբողջ աշխարհի հրեաների հետ, որովհետեւ դրանք չեն կարող սահմանափակվել իրենց տարածքով, իրենց տարածքում բնակվող հրեաներով։ Իրենք անպայման կապում են իրենց երջանկությունը, իրենց ապագան ամբողջ աշխարհի հրեաների հետ։ Այդ ինդեքսը շատ հետաքրքիր է, 6 առանձին ցուցանիշ ունի, ուրեմն
այդ առանձին ցուցանիշները որոնք են, ասենք ազգային պրոդուկտը մեկ շնչին ընկնող, անպայման սոցիալական համերաշխության իրավիճակը ինչպիսին է, այսինքն մարդիկ իրար նկատմամբ որպես թշնամի են տրամադրված, այսպես ասած, թե որպես բարեկամ, անպայման կյանքի տևողությունն է հաշվի առնվում, առողջ կյանքի, այսինքն թե մարդը հիվանդ ապրում է, դա չի համարվում, դա առողջ կյանքի տևողությունը, կենսունակ կյանքի տևողությունը, անպայման, ուրեմն շատ հետաքրքիր բան կա, ցուցիչ կա, ազնվաբարո վեհ դրսևորումները այդ սոցիումում ինչքանով են, այսինքն ազգային, հանրային նշանակություն ունեցող ազնվաբարո դրսևորումները տարվա ընթացքում ինչքան են եղել, որոնք որ հասարակական նշանակություն ունեն, շատ հետաքրքիր է, անպայման ազատության աստիճանը եւ խոսքի ազատությունը եւ ուրեմն մնացած բոլոր մարդու ազատությունները եւ կոռուպցիոն իրավիճակը երկրում ինչքանով է զարգացած, ինչքանով ոչ եւ այլն։ Դե հիմա յուրաքանչյուրս կարող ենք դատել, հա, թե այս մեր ցուցանիշներով մենք որտեղ ենք, ասենք, ազգային պրոդուկտով մենք էլի, միջին մակարդակի ենք, եթե համարենք մեկ շնչին ընկնող մեր ազգային պրոդուկտը գալիս է մոտ $16,000, եթե հաշվում եք դոլարի գնողունակության ցուցիչով, դա միջին ցուցանիշ է, ասենք չհամարենք Լյուքսեմբուրգում, եթե չեմ սխալվում, $140,000 է, բայց դա ասենք բարգավաճ երկրները 70-80 այդպես $1,000 ունեն մեկ շնչին ընկնող, մերը 16 է, հիմա համարենք, որ ինչ-որ չափով լավ է, ինչ-որ չափով վատ է, այսինքն աճելու տեղ ունենք բնականաբար, եթե վերցնենք մեր սոցիալական համերաշխությունը, բացարձակ զրոյական վիճակ է, եթե չասեմ մինուսավոր, որովհետև մինուսային, որովհետև մենք չունենք սոցիալական համերաշխություն, մենք չենք կարող ասել, որ մեկս մեկին բարեկամական ենք, բարեկամաբար ենք տրամադրված, ազատության աստիճանները վատ չեն, կարծես թե կարելի է համարել միջին, միգուցե միջինից էլ մի քիչ բարձր հաշվի։ Երևի մի փոքր բարձր, պարոն Դարչինյան, անգամ էլ ես պաշտպանեմ մեզ, էլի։ Ազատության աստիճանը կարող ենք համարել, որ բարձր է։ Ազնվաբարո դրսևորումները ես չեմ հիշում, որ վերջին տարի ընթացքում, ասենք 1-2 հանրային նշանակություն ունեցող ազնվաբարո գործողություն ենք ունեցել, կամ անձի կողմից, կամ հասարակության կողմից։ Կոռուպցիոն մակարդակը չեմ կարող ասել, չկա ցուցիչ, իշխանություններն ասում են, որ լրիվ հաղթահարել են, օպոզիցիան ասում է, որ ավելի վատ է վիճակը կոռուպցիոն, բայց կան դեպքեր, երևույթներ, որոնք որ չեն բացահայտվում, կան իրավիճակներ, որոնք որ չեն պարզաբանվում իշխանության կողմից, այդտեղ ես կարծում եմ, որ նահանջ է տեղի ունեցել 18 թվականի համեմատ ամենայն դեպս մենք նահանջ ենք տեղի ունեցել հիմա եւ դա էլ փաստում են բոլոր միջազգային կազմակերպությունները, որոնք հետևում են ամեն ինչի հետևից։ Հիմա ես ասացի երազանքի մասին Իսրայելի օրինակը բերելով, հիմա որ հարց եմ տալիս, թե որն է մեր երազանքը, ազգային երազանքը, անկեղծ ասած այս պահի դրությամբ պիտի փաստենք, որ մենք չունենք ազգովի ընդունված մի երազանք, որով բոլորս ապրենք եւ դեպի ապագան միտվենք, հա։ Մի երազանք է ներկայացնում կառավարող ուրեմն ուժը, որը ընդամենը կուշտ փորի մասին է։ Իմ համար անհասկանալի երազանք է։ Սա փորձում եմ ֆիքսեմ ինչ են այս մարտիկ առաջարկում, այսինքն այլ ընտրանքը։ Ասենք կուշտ լինենք, սոված չլինենք, ասենք ուտել խմելը տեղը լինի, սահմանափակ տարածքում։ Բանակ չգնանք, ինչը էլի կարևոր է։ Չէ, դա բանակը լդնենք մի կողմ, ասենք սահմանափակ ժողովրդի քանակությունը, որովհետև մենք խոսում ենք արևելահայերի մասին, որոնք գտնվում են այս տարածքում։ Սահմանափակ տարածքում, սահմանափակ ժողովրդով, ուրեմն ունենանք, ասենք, սահմանափակ քանակությամբ արևելահայերով լավ ապրենք, այսպես ասեմ, հա։ Հիմա սա չի կարող լինել ազգային երազանք, մեկ, երկրորդը անգամ եթե մենք ենթադրենք, որ այս 3 միլիոն մարդով մենք երազում ենք լավ ապրել այս տարածքում, մեզ չեն թողնելու, որ մենք լավ ապրենք։ Դա անհնար է, որ մենք լավ ապրենք, որովհետև մենք հին ժողովուրդ ենք, հին ազգ ենք, հին ազգերից ասեմ ձեզ, որ գրեթե որևէ մի հին ազգ պետություն չունի կամ ուժեղ պետություն չունի։
պետություն ունեն եւ ուժեղանում են նոր ազգերը, հասկանում եք, ցավոք սրտի սա ցավով եմ ասում, եթե մեզ որպես հինասկ չեն թողնելու, որ մենք այս 3 միլիոնով ապրենք եւ բարգավաճենք, դա հնարավոր չի, ուղղակի հնարավոր չի եւ ձախողելու ենք մենք այդ նպատակը, ուրեմն մենք որպեսզի կարողանանք այնուամենայնիվ մեր խնդիրները լուծել, մեզ անպայման ուժային գործոն է պետք այստեղ։ Մենք պիտի մեզանից ուժ ներկայացնենք։ Եթե չենք ներկայացնում այդ ուժը, մեզ չեն թողնելու, որ մենք լավ ապրենք, այդտեղ պատրանքներ պետք չէ ունենալ։ Հիմա ինչ է նշանակում ուժ ունենալ։ Մենք անպայման պիտի Իսրայելի օրինակով մենք անպայման պիտի հաշվի առնենք, որ մենք համաշխարհային ուրեմն բոլոր ցուցիչներով ոչ թե 3 միլիոնանոց ազգ ենք, այլ 10 միլիոնանոց ազգ ենք, 3+7 ենք, այդ +7-ին մենք պարտադիր պիտի կարողանանք ներգրավել մեր ցանկացած ստրատեգիական խնդիրներում, ինչը այսօր չի կատարվում, ցավոք սրտի, որովհետև սահմանափակում են, նորից եմ կրկնում, այսօրվա կոնցեպտը պետության, դա սահմանափակ տարածքում, սահմանափակ արևելահայերով, ուրեմն ինչ-որ մի բարգավաճման մոդել, որը իմ կարծիքով հնարավոր չէ։ Հիմա տեսեք Իսրայելը Նյու Յորքում կա Columbia University, Columbia-ի համալսարան։ Այդ Columbia-ի համալսարանում շատ հզոր արևելագիտության ամբիոն կա, կենտրոն կա, որը ուսումնասիրում է արևելքը, եւ բնականաբար այդ ուսումնասիրողների մեջ շատ են արաբական ծագում ունեցող գիտնականները, որոնք բնականաբար նաեւ, ասենք, պաղեստինյան գիծն են առաջ տանում շատ դեպքերում նաեւ ոչ իսրայելական շահերին, ուրեմն միտված։ Իսրայելը մի աղմուկ բարձրացրել եւ Թրամփի ուրեմն վարչակազմը որոշում է կայացրել խիստ նախազգուշացրել է Columbia University-ին, որ դուք ուրեմն տեսեք ձեզ խելոք պայեք, տարեկան դուք ստանում եք 400 միլիոն պետական դոտացիա $, 400 միլիոն պետական դոտացիայից կկտրենք, դուք ձեր այդ բանին հետևեք, այդ արաբներին ասեք թող խելոք պահեն իրանց արևելագիտության կենտրոնը ինչեր է խոսում, ինչեր է տպագրում եւ այլն։ Այսինքն սա Իսրայելի ճնշման արդյունքում է տեղի ունենում։ Հիմա ես կարծում եմ, որ այստեղ երկկողմանի է, այսինքն մենք որպես պետություն պիտի լինենք այնքան ուժեղ, որ կարողանանք հայերի շահերը ամբողջ աշխարհում կարողանանք պաշտպանենք, ինչը այսօր որպես նպատակ անգամ չի ընդունվում, որովհետև մենք տեսնում ենք Ղարաբաղյան հայերի ճակատագրի հետ կապված մեր պետության գործողությունները, որոնք բացարձակ հակառակ ուղղությամբ են, այսինքն մեր պետությունը ուղղակի ձեռ է քաշել, ասում ենք, չենք զբաղվում դրանով, հետո դա մեր տիրույթում չի գտնվում։ Ղարաբաղյան հայերի օրինակ իդ վերադարձի խնդիրը մեր տիրույթում չի գտնվում։ Մեր տիրույթում չի գտնվում, բայց օրինակ Շվեյցարիայի տիրույթում գտնվում է։ Որտեղ շվեյցարական խորհրդարանը անցյալ շաբաթ շատ կարևոր որոշում կայացրեց ուրեմն Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համար հանձնարարություն տվեց Շվեյցարիայի կառավարությանը, որ ուրեմն 1 տարվա ընթացքում ոչ ուշ քան 1 տարվա ընթացքում կազմակերպել միջազգային համաժողով, որտեղ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հայերի իդ վերադարձի իրավունքի իրագործումը եւ ընդհանրապես այդ հարցի արդարացի կարգավորումը, հասկանում եք, այսինքն Շվեյցարիայի պարլամենտը իր որոշմամբ փաստեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չէ։ Աշխարհում կա երկու պետություն, որոնք համարում են, որ լուծված է, դա Ադրբեջանն է եւ Հայաստանը, որպես պետություն։ Հիմա նորից Հայաստանը գնացել է այդ ճանապարհով, որովհետև վստահ է, որ կարող է ունենալ բարգավաճման մոդել սահմանափակ տարածքում, սահմանափակ քանակությամբ ժողովրդով։ Ես համարում եմ, որ դա հնարավոր չէ, որովհետև անգամ այսօր այդ համաձայնագիրը, խաղաղության այսպես ասած համաձայնագիրը համաձայնեցնելուց հետո ադրբեջանական տիրույթում մեր սահմանների մասին խոսում են որպես պայմանական սահմաններ։ Մեր սահմանները իրենց տեսանկյունից պայմանական են։ Պայմանական նշանակում է դրանք ցանկացած փոփոխության ենթակա են իրենց տեսանկյունից։ Ինչպես մենք կարող ենք ստեղծել մեր բարգավաճ իրավիճակը այս սահմանափակ տարածքում, երբ տարածքը վիճարկվում է։ Ընդհանուր առմամբ մեր անկախ պետականությունը, մեր հարևանները համարում են պատմական անարդարություն իրանց հանդեպ։ Այո, դա կա եւ այդ մոտեցումը ուղղակի չեղարկում է ցանկացած Ալմա-Աթայի հռչակագիր, ցանկացած փաստաթուղթ, որը ստորագրված է, որին մենք ենք հղում կատարում կարծես թե իրավունքի ուժով,
Բայց ցավոք սրտի այսօր ուժի իրավունքն է գործում, այլ ոչ թե իրավունքի ուժը, եւ ուրեմն եթե Ադրբեջանը այսօր եւ պաշտոնական մակարդակով, ասեմ ձեզ, պաշտոնական ոչ միայն լրագրողների, այնտեղ ցանկացած մեկը Ադրբեջանում, որը խոսում է հայ-ադրբեջանական սահմանի մասին, խոսում է դրա պայմանականության մասին եւ ուրեմն վիճարկում է տարածքը եւ ուրեմն չեն թողնելու, որ մենք հանգիստ ապրենք, մինչեւ մենք այդ ուժը չցուցաբերենք։ Ուժը դա անպայման զորքն է, դա անպայման բանակն է, դա անպայման զենքն է, դա անպայման ստրատեգիական շահերն են, հասկանում եք, ովքեր են այսօր շահագրգիռ Հայաստանում որպես ստրատեգիական տարածք։ Ես կարծում եմ, որ մեր առաջնային խնդիրներից մեկն էլ հենց նա է, որ մենք այդ շահագրգիռ կողմերին փորձենք շահագրգռել եւ բերել, որովհետեւ նրանք պիտի նույնպես օժանդակեն մեր անկախությանը եւ ազատ ինքնորոշմանը եւ մեր իրավունքին որպես ազգ ունենալ ազգային պետություն։ Հիմա Շվեյցարիայի խորհրդարանը վիճարկեց, նորից մենք վերադառնանք անցյալ անգամ խոսում ենք Մինսկի խմբի հնարավոր լուծարումից, Շվեյցարիայի խորհրդարանի միայն այս որոշումը արդեն բավարար է, որ Մինսկի խումբը չլուծարվի։ Այսինքն կոնֆլիկտը լուծված չէ, սա փաստագրվում է առնվազն Ֆրանսիայի խորհրդարանի կողմից, Նիդերլանդների խորհրդարանի կողմից եւ Շվեյցարիայի խորհրդարանի այս քայլով։ Շվեյցարիան որպես նեյտրալ երկիր, որը շատ դեպքերում եւ շատ իրավիճակներում հանդես է եկել որպես միջնորդ կոնֆլիկտների կառավարման տեսանկյունից, հիմա նույնպես առաջարկում է իր միջնորդի դերը։ Ես նկատեցի նրանց արտգործ նախարարը Կասիսը, ուրեմն նա ասաց, չնայած այս երկու երկրները մենք դիմում ենք որպես միջնորդ, որպեսզի ծառայենք իրենց, ուրեմն որպես միջնորդ, իրենք հրաժարվում են մեր միջնորդային ֆունկցիաներից, բայց մենք ունենք ուրեմն Շվեյցարիայի պարլամենտի որոշումը, որով պարտավոր ենք իրականացնել հավաքել այդ ուրեմն համաժողովը։ Համաժողովը կայանալու է հիմա։ Ես կհորդորեի ուղղակի որպեսզի մեր պետությունը այդ համաժողովին ըստ արժանվույն ներկայանար եւ պաշտպաներ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները տվյալ դեպքում։ Հիմա երկու այլ միջոցառման մասին ուզում եմ ասել, ես մասնակցեցի անցյալ շաբաթ գործարարների հետ մի հանդիպման, որտեղ դասախոսություն կարդացի իրենց համար։ Մեր 34 տարվա ձախողումների պատմությունն էր, շատ հետաքրքիր էր իրենց համար։ Գիտեք, ես ուրախացա ուրեմն երկու բանից։ Նախ մենք ունենք երիտասարդ գործարարների արդեն կայացած համայնք, հանրույթ, որը մենք չունենք 20 տարի առաջ, հիմա մենք ունենք։ Երբ ասում եմ երիտասարդ, ես ասում եմ մինչև 50 տարեկան տղաների աղջիկների կապ չունի, հա։ Այսինքն սա մենք չունենք, սա նոր սերունդ է, որոնք պետական աջակցություն չեն ունեցել, օլիգարխիկ որևէ կապեր չեն ունեցել, ուրեմն իրենց խելքով, շնորհքով, իրենց աշխատասիրությամբ, հնարավորություններով, կապերով հասել են ինչ-որ նպատակի, հասել են բիզնեսի մեջ բավական լավ արդյունքների եւ ես ուղղակի մենք անցյալ անգամները խոսել ենք էլիտայի մասին, պիտի փաստեմ, որ գործարար էլիտան աստիճանաբար ձևավորվում է, նոր էլիտայի մասին է խոսքը, ոչ թե օլիգարխիկ տնտեսության ներկայացուցիչների, դրանցից ոչ մեկը օլիգարխ չեն, հանգիստ, իրենց համար գրագետ, կազմակերպված բիզնես են կառուցել։ Հետաքրքիր շատ հանդիպում էր եւ իրենք բարձրացրեցին մի շարք հարցեր, նորից անդրադառնալով հայ-վրացական սահմանին եւ իրավիճակին, տեսեք, բացահայտվեց բազմաթիվ անգամներ դրա մասին խոսվել է, ոչ մի քայլ չի արել պետությունը։ Պարզվում է, որ մեր դեղերի շուկան հիմա գտնվում է խայտառակ վիճակում։ Այսինքն մենք այսօր գրանցված երկրում ունենք գրանցված պաշտոնապես մեր անհրաժեշտ դեղերի ընդամենը 20%-ը, 80%-ը, որը մեզ խիստ անհրաժեշտ է մեր ժողովրդին, գրանցված չէ երկրում։ Այդ 80%-ը գալիս է երկիր զարթուղի ճանապարհներով, տակից են վաճառում, հասկանում եք մեր տոտալ կոռուպցիոն ռիսկ է։ Բացարձակ կոռուպցիոն, բացարձակ։ Ըստ որում սրա մասին խոսվում է, բարձրաձայնվում է, ամիսներ շարունակ, տարիներ շարունակ, որևէ լուծում չի ստացվում։ Հիմա ով է դրա պատասխանատուն։ Եթե դա նախարարություն ունենք, գործակալություն ունենք դեղերի, հասկանում եք, հիմա խայտառակ վիճակ է, հայ-վրացական սահմանից դուրս ես գալիս Սադախլո,
տեղատների ուրեմն առատություն ես տեսնում։ Հայերը գնում են Սադախլոյից, անցնում են վրացական սահմանը, որ դեղ առնեն հետ կան։ Դա խայտարակություն չի, խայտարակությունն է, չէ։ Հիմա ինչից է գալիս այս վիճակը, դիլետանտիզմից, կառավարող ուրեմն օղակներում հայտնվել են մարդիկ, ովքեր գործից բան չեն հասկանում։ Հիմա ասում են կոռուպցիան քիչ է, գիտեք ինչ, կոռուպցիան շատ դեպքերում հիմա միգուցե մի բան ասեմ, որ հայտնվեմ ինչ-որ բանի տակ, ուրեմն շատ դեպքերում կոռուպցիան նաև նպաստում է հարցերի լուծմանը։ Ամեն դեպքում ֆիքսենք, որ կոռուպցիան աշխատող մեխանիզմ է։ Ինչ որ մեխանիզմ է, հարց լուծելու մեխանիզմ։ Հիմա ենթադրենք, այս ոլորտում կոռուպցիա չկա, բայց հարցը չի լուծվում։ Ժողովուրդը խայտարակ վիճակում է, հասկանում եք, դեղ առնելու համար։ Նախ տասնապատիկ անգամ թանկ ենք առնում, վճարում այդ դեղերի համար, քան պիտի վճարենք։ Երկրորդը դեղերը, որոնք գրանցված են, ասենք, եվրոպական համայնքում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ավստրալիայում, դրանք պիտի ավտոմատ կերպով գրանցվեն Հայաստանում, հասկանում եք, որևէ բյուրոկրատական, ուրեմն անցուդարձը ուղղակի անհանդուրժելի է, 80% դեղերի, մեզ անհրաժեշտ դեղերի գրանցված չէ երկրում։ Այսինքն այնց չէ, որ հայկական ինչ-որ լաբորատորիա, ինչ-որ խնդրեմ կգտնի դեղի մեջ, որը ամերիկյան եւ եվրոպական լաբորատորիաները չեն կարող գտնել։ Դրամաբանական է, եթե նրանք հաստատել են, ստեղ էլ կարելի է ավտոմատ հաստատել այդ տեղերը։ Դավիթ ջան, ես չգիտեմ դու օգտվում ես թե չէ, ուրեմն մեր դեղատների ծառայություններից, ես օգտվում եմ, ես արդեն 60 տարեկան եմ, ինձ որոշակի դեղեր են հարկավոր։ Եվ եթե ինձ հարկավոր է, ասենք 10 դեղը, 10-ից 8-ը, ուրեմն Հայաստանում գրանցված չէ։ Բայց ես գնում եմ այդ դեղերը, հասկանում եք, որովհետև զարթուղի ճանապարհներով գալիս են եւ չգրանցվելով եւ վճարում եմ դրա համար, ասենք տասնապատիկ անգամ տանք։ Հա, խայտարակ վիճակ։ Եվ երկրորդ հանդիպումը ես ուսանողների հետ հանդիպեցի, leadership school, այսպես ասած, լիդերների է պատրաստում։ Շատ հետաքրքիր արձանագրում տեղի ունեցավ, ուրեմն առաջնորդ կարելի է լինել նաև չծկտելով, ինչպես ասած, ինչ որ համայնք կառավարել։ Եթե դու ծնող ես, դու արդեն առաջնորդ ես մեկ, որտեղ ծնող ես, դու անպայման քո երեխայի համար անպայման դու առաջնորդ ես, եւ երկրորդ, եթե դու ստեղծագործող ես, արդեն առաջնորդ ես, որտեղ ստեղծում ես մի բան, որը աշխարհում գոյություն չունի։ Ուրեմն իսկ ճիշտ հասարակություններում պետք չէ միայն ձգտել առաջնորդ դառնալ, օրինապաշտ, օրինավոր քաղաքացի եղեք, կատարեք ձեր քաղաքացիական ֆունկցիաները։ Պետք չի որ բոլորը ձգտեք առաջնորդ դառնալ։ Դա լավ բանի չի բերում, որտեղ ասում են 3 միլիոն վարչապետ, մեզ պետք չի 3 միլիոն վարչապետ, մեզ պետք է մի վարչապետ, մեկը նորմալ 2 միլիոն 999,999 հոգի պետք է օրինապաշտ քաղաքացի լինեն, հասկանում եք։ Սա է։ Սիրելի ռադիո լսողներ, Դարբինյանի ժամն եք լսում, ինչպես միշտ Դավիթ Խումարյանն էր երկրորդ խոսափողի մոտ, հաղորդման հեղինակ պրոֆեսոր Արմեն Դարբինյանը առաջին խոսափողի մոտ, ֆիքսենք, որ մեզ ընդամենը մի վարչապետ է պետք, ու մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ այսօր այսքանը։